Տասնյակ տարիներ առաջ մեր ծնողներն ավանդ են դրել խորհրդային միության խնայբանկում։ Հետո 90-ականների փլուզման, հիպերինֆլյացիայի պատճառով այդ խնայողությունները փաստացի արժեզրկվել են։ Հայաստանի կառավարությունն ավելի ուշ ընդունել է, որ մարդիկ կորցրել են իրենց խնայողությունները եւ նրանց աջակցություն է նախատեսել խոստանալով վերադարձնել սահմանափակ փոխհատուցում որպես պետական սոցիալական աջակցություն։ Բայց այստեղ կա երկու հիմնարար խնդիր։ Տարիքային սահմանափակումն այս ծրագրի առանցքային ֆիլտրն է։ Փոխհատուցումը նախատեսված չէ բոլոր ավանդատուների համար միաժամանակ, այլ տրվում է փուլ առ փուլ։ Շահառուների շրջանակը սահմանվում է տարիքային շեմով, որն ամեն տարի աստիճանաբար ընդլայնվում է, ներառելով ավելի ուշ ծնված քաղաքացիներին։ 2026 թվականի դրությամբ շահառուներ են համարվում նաև մինչև 1944 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուները։ Այսինքն, եթե ծնվել եք 1946 կամ 47 թվականին, պետք է սպասեք ևս 2-3 տարի, մինչև ձեր հերթը հասնի, իսկ եթե չեք հասցնում, այդ փոխհատուցման իրավունքը գործնականում կորչում է։ Արդյունքում մարդիկ տարիներով սպասում են եւ շատերը պարզապես չեն հասցնում ստանալ իրենց հասանելիք փոխհատուցումը կյանքի ընթացքում։ Երբ աջակցությունը հասանելի է դառնում միայն խոր ծերության տարիքում, այն արդեն կորցնում է իր իրական սոցիալական իմաստը։ Երկրորդ, եթե մարդը չի հասցնում ստանալ եւ կյանքից հեռանում է, փոխհատուցումը մեծ մասի դեպքում դադարում է գոյություն ունենալ, ընտանիքը, կինը, զավակները ոչինչ չեն ստանում, մինչդեռ գույքային եւ սոցիալական իրավունքները չեն կարող վերանալ միայն այն պատճառով, որ մարդը չի հասցրել օգտվել դրանցից։ Դրանք պետք է անցնեն ժառանգներին օրենքով սահմանված կարգով, ինչպես կենսաթոշակների, չվճարված աշխատավարձերի, սոցիալական վճարների դեպքում է։ Պետք է կատարվի երկու հստակ փոփոխություն։ Անմիջապես պետք է իջեցնել գործող տարիքային շեմը առնվազն 10 տարով, այսինքն 2026 թվականի դրությամբ շահառուներ պետք է համարվեն ոչ թե մինչև 1944, այլ մինչև 1954 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուները, որպեսզի մարդիկ հասցնեն փոխհատուցումը ստանալ կյանքի ընթացքում։ Եվ երկրորդ, օրենքով ամրագրել ժառանգների, կնոջ, զավակների լիարժեք իրավունքը ավանդատուի մահվան դեպքում ստանալու փոխհատուցումն ամբողջությամբ։ Այս փոփոխությունը սոցիալականից բացի նաև քաղաքական եւ բարոյական է։ Այն ցույց է տալիս, որ խորը ծերության հասած քաղաքացին չի պատժվում միայն այն պատճառով, որ տարիներ շարունակ սպասել է ու չի հասցրել օգտվել իրեն հասանելիք աջակցությունից։ Պետությունը պարտավոր է վերացնել այս բացը, որքան շուտ, այնքան արագ կվերականգնվի մարդկանց վստահությունը նույն այդ պետության նկատմամբ։